Բարև ձեզ, հարգելի հյուրեր, շնորհակալություն եմ հայտնում ձեզ Սպարապետ քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպված հերթական փորձագիտական քննարկմանը մասնակցելու համար։ Մեր նախորդ հանդիպմանը մարտի 10-ին մենք քննարկեցինք, թե ինչպես ապատեղեկատվությունը դարձել է նոր նորմալը, հատկապես անդրադառնալով Հայաստանի համար ձեռնատու ռազմավարական կողմնորոշումների և ընտրանքների վերաբերյալ։ Ցավոք, բայց հաճախ քաղաքական կոչվող ուժերը տարիներ շարունակ ելնելով իրենց նեղ խմբակային շահերից մոլորեցնելու և մանիպուլացնելու հայ հանրությանը փորձեր են անում։ Այսօր անդրադառնում ենք ևս մեկ բախտորոշ նշանակություն ունեցող թեմայի։ Վերջին շրջանում այդ թեման հաճախ է օգտագործվել որպես քարոզչության գործիք հայությանը ճնշելու, վախեցնելու, մոլորեցնելու և նրա ինքնիշխանությունը խաթարելու նպատակով։ Խոսքն այն նպատակային փորձերի մասին է, որոնք ուղղված են հայկական պատմամշակութային ժառանգության արժեզրկման ու աղավաղմանը, այսպիսով փորձելով վերացնել ազգային շարունակականության ամենակարևոր երաշխիքներից մեկը և քողարկված կեղծ խաղաղության օրակարգի ներքո վտանգել մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Պատմությունից, լեզվից և մշակույթից կտրված ժողովուրդը կորցնում է իր գենետիկ ինքնությունը և դառնում է խիստ խոցելի թե ներսից այլասերվելու և քայքայվելու և թե դրսից կառավարվելու տեսանկյունից։ Հայկականությունը բնութագրող առանձնահատկությունները ոչ թե անցյալի հուշարձաններ են, այլ հայ մարդու կենսականության, լիարժեք ապրելու և առավելագույնս արտահայտվելու հենասյուն։ Հայությունը կարողացել է վերապրել դարերի հալածանքները, ցեղասպանությունը և հայրենազրկումը, այդ թվում շնորհիվ իր հավատարմությանը մշակույթին, լեզվին և դավանանքին։ Մեր մեծերը կարողացել են պահպանել հայ ազգի ինքնությունը, նույնիսկ ամենադժնդակ և ծանր ժամանակներում։ Աշխարհում կան բազմաթիվ օրինակներ, երբ ինքնության հենքով դիմակայությունը մարտահրավերներին փրկել է ազգերին ոչնչացումից։ Ուզում եմ մի քանի օրինակ այստեղ բերել։ Ավելի քան 120 տարի օտար տիրապետության պայմաններում լեհ ազգը պահպանեց իր ինքնությունը լեզվի, մշակույթի և կաթոլիկ եկեղեցու միջոցով։ Հարյուրամյակներ գտնվող Օսմանյան լծի տակ հույները կարողացան պահպանել իրենց լեզուն, ավանդույթները և փիլիսոփայական ժառանգությունը իրենց հայրենասիրության և ուղղափառ եկեղեցու շնորհիվ։ Ներքին խժդժությունների և օտար ներխուժումների պայմաններում գրավոր համակարգի միասնականությամբ և պատմական հիշողության միջոցով Չինաստանն ու Հարավային Կորեան պահպանեցին իրենց հնագույն քաղաքակրթությունները, վերածնելով ազգային հոգին։ Այս օրինակները այստեղ բերում եմ այն բանի համար, որ ցույց տամ, որ ազգերի պահպանումն և զարգացումը ապահովվում է ոչ միայն ռազմավարական և տնտեսական զորությամբ, այլև ժողովուրդների ինքնությամբ։ Լեզուն, դավանանքը, մշակույթը և ավանդույթները նման են ազգի ԴՆԹ-ին, որի միջոցով ինքնությունը փոխանցվում է սերունդ առ սերունդ։ Այսօր, երբ փորձեր են արվում ձևախեղել հայոց պատմությունը և մոռացության տալ խորհրդանիշները Արարատից մինչև Ավարայր և Արցախ, ինչպես նաև ուրանալ հայոց
ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դրանից ելնող պահանջատիրության հարցից, դրանք խարխրում են մեր ժողովրդի հիմնասյուները։ Սա պարզապես վատ կառավարում չէ, սա գոյաբանական վտանգ է մեր ազգային, մեր ապագայի եւ գալիք սերունդների համար։ Մեր առաջին բանախոսը պրոֆեսոր Աշոտ Ոսկանյանը քննարկի այս միտումները եւ նրանց հետևում կանգնած դրդապատճառներն ու այն փիլիսոփայական ազդեցությունը, որ ունեն ինքնության խաթարմանը միտված քաղաքականությունները։ Այժմ թույլ տվեք անդրադառնալ եւս մեկ կարևոր խնդրի՝ Սփյուռքի անտեսման, օտարման ու Հայաստան-Սփյուռք կապի խորացող ճեղքին։ Մի կապ, որը ժամանակին Հայաստանի զգալի ներուժն էր, բայց այժմ մոռացությանն է մատնվել եւ հանգեցրել հիասթափության։ Արցախի կորուստը, որպես համահայկական արժեք, նպաստեց կապը խզելուն Սփյուռքի եւ հայրենիքի միջև։ Սփյուռքի միջոցների, այդ թվում հանգանակությունների ոչ արդյունավետ օգտագործումը խորացրեց ճեղքը։ Այստեղ բավական է, որ հիշենք, թե ինչպես 44-օրյա պատերազմում պարտության պատասխանատու պաշտոնյաները ստացան պարգևավճարներ Սփյուռքի հավաքած գումարներից։ Կապիտուլյացիայից հետո նույն իշխանությունների վերընտրությունը եղավ այդ ամենի դաժան ամփոփումը։ Հայաստանի վերածնման համար անհրաժեշտ է սփյուռք հայրենիք համադրումն ու համագործակցությունը եւ ոչ թե խորհրդանշական մակարդակով, այլ իրական մասնակցային ներդրման եւ վստահության հիման վրա։ Մեր երկրորդ բանախոսը իմ սիրելի բարեկամ եւ մեծ հայրենասեր պրոֆեսոր Ֆրանկ Վրամ Զրունյանը կանդրադառնա այս կարևորագույն խնդրին։ Նա կխոսի այն մասին, թե ինչպես կարող ենք հաղթահարել մեր երկրում արհեստականորեն սերմացված անվստահությունը Սփյուռքի նկատմամբ եւ ինչպես պետք է կառուցենք վստահության կամուրջները, համահայկական ներուժ ուղղելով մեր ընդհանուր հայրենիքի վերականգնման եւ պաշտպանությանը։ Շնորհակալ եմ։